Պարոն Գաբրելյան, ես ձեր մի մտքի հետ համաձայն չեմ այդքան էլ նստեք, որ ասում եք ուժեղ Հայաստանը, որ գար ներողություն խնդրեր կամ պարոն Ղազարյանը միանշանակ դիվիդենդներ կշահեր, մի մասի մոտ կշահեր, բայց խնդիրն այն է, որ ընդդիմադիր դաշտը, այդ թվում խորհրդան չանցած ուժերը, հիմա մարգինալ ուժերը, այդ թվում ես դահլիճում ներկա որոշ մարգինալ ուժեր, պարազիտանում են այս թեմայի վրա, ու իրանք ասում են ոնց կլինի, ոնց կարա անդիմությունը գա ներողություն խնդրի, օրինակ բարևարկության խախտման համար, հո դուք բան չեք, չգիտեմ, մի վարքյան, լռություն, բայց դա լռություն, պարոն Սիմիձյան, լռություն, պարոն Ասլանյան, լռություն, պարոն Սիմիձյան, լռություն, պարոն Սահակյան, լռություն, պարոն Ֆարմանյան, լռություն, բայց դա այն ռադիկալացման շղթան է, որի մասին ես խոսում էի, որտեվ քաղաքական ուժերը իրանք ռադիկալացնում են իրանց ընտրողներին, իրանց ընտրողները մտածում են դե էսա, ուրեմն պետք է իրան ներողություն արտահայտությանս համար հայհոյեն, հետո գալիս են դալիճ հասկանում են, որ սենց ապել չի կարելի, բայց արդեն վերջ, էլ ոնց կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզից մեկը ասելա սրիկա, մի սրիկա ասելա սրիկա, ու դες ռադիկալացման շղթան գնում է, այդպես ռադիկալացման շղթան գնում է, ու ես ուզում եմ մի բան նշել, հարգելի գործընկերներ, մենք էլ ունենք ընտրողներ, որոնք օրինակ, իհարկե մենք երբեք թույլ չենք տվել ձեզնից ոչ մեկի վիրավորել, բայց որոնք ասում են օրինակ ոնց եք Վարդևանյանին ընտրել ազգային ժողովի փոխնախագահ, բայց մենք գիտակցում ենք, որ ռադիկալացման շղթան պետքա կոտրել, բայց դուք դա չեք գիտակցում, ու վստահաբար այն մեկ, այն սուբյեկտը, որ ընդեղ նստած է, որ փախցրել տարել եք այն կողմ, բան ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը վստահաբար չի գիտակցում, բայց ինքը կգիտակցի, ես ձեզ դա խոստանում եմ, պարոն Չախոյան։ Հարգելի գործընկերներ, սահմանազատվեք այդտեղից խնդրում եմ, պարոն Սահակյան, պարոն Ֆարմանյան, հետո կզրուցեք, պարոն Չախոյան, համեցեք։ Լռություն դահլիճում, պարոն Հովհաննիսյան, լռություն, բոլորը լռում են, խոսում է ելույթ ունեցողը։ Ազգային ժողովի հարգելի